պատերազմում պետությունները չեն պարտվում ժողովուրդները առաջինը դա երկրորդը թույլ պետություն չեն լինում եթե այդ երկու պայմանը չի մնում իրողությունը արդեն սկսվում է ուրիշ բաներ ես ձեզ ասում եմ հետևյալը որ որպես փաստ գերմանացիները Հիտլերից հետո ահռելի քանակությամբ ֆելդմարշալներով գերի էին ընկել սովետական միությունում եւ սովետական միությունը գերիներին չէր տալիս մինչեւ 1955 կամ 55-ին էր կարծեմ երբ Ադենաուեր առաջին անգամ Մոսկվա այց կատարեց եւ սկսվեց գերիների վերադարձը Պարզ է որ եթե ուժեղ լիներ գերի չէին ընկնի եւ ես մենք ողջունենք շնորհավորենք մնացածը հիմա ինչ ես եմ նայել դժվարանում եմ ասել փոխանակել են լավություն են արել առաջ են չլսել եմ էլի հիմա ինչ եմ ուզում ասեմ հիմա բերել են կարևոր արդյունքն է արդյունքը այս պարագայում որովհետև հազար մի հարցերի մեջ ենք աշխարհը շատ խառը վիճակ է եւ դա բխում է նրանից ինչպիսի ձևով են վերադարձվել եւ աստված տա մյուսներն էլ վերադառնան էլի որ այս ցավոտ հարցը շատ հոգեմաշ չանի էլի շարունակաբար ուրեմն դա գործընթացների հետ է կապված բայց արդյունք է Ադրբեջանի կողմից խաղաղարար Երևալու տրամադրությամբ ինքն է տվողը երկրորդը Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու եւ ներքաղաքական հակասություններ սերելու համար այս երեք գործոնն էլ օգտագործում են հիմա այդպես է լինելու մինչև ենթադրենք մենք ավելի հզոր լինենք քան իրենք հիմա ինչ անենք չբերեին Դրա համար որոշում ինչի հետ է կապված ասեցի խաղաղարարի կերպար պիտի ունենա որովհետև անշուշտ որովհետև ինքը հիշում եք չէ բռունցքը թափարում էր եւ Հայաստանը պիտի ոչնչացներ այն ժամանակ եւ դրա այսպես ասած շանսերը մոտիկ էին բայց մենք կարողացանք պետությունը քիչ շատ կարգի բերել կայունությամբ բերել եւ աստծո ողորմածությամբ Թրամփի ուրեմն ուղին գործողության մեջ մտավ որտեղ այլևս Ալիևը խաղ չունի բայց աշխատում է ինչ ասեմ անընդհատ օգուտ ստանա այո անշուշտ է հիմա բանակցել են թե չէ դե ոնց չեն բանակցել ինչ են արել պետք քարտուղարին ինչի Թրամփին էին խնդրել կարծեմ վարչապետը խնդրել էր նա էլ խոստացավ այս կոմպլեքսի մեջ նայենք ոչ թե ինչ է սա կարծում եմ հարցը չի որ այդքան քննարկենք այդքան ինչն են քննարկում հիմա վերադարձել են ուղղակի մյուսներին դիգերում նրանք տարբեր են նրանք ուրեմն ակնհայտորեն 8-ը Ռուսաստանի կամեցողությամբ են հայտնվել Բաքվում եւ սրանք այս մյուսներ մեր զինվորներն են դրանք տարբեր բաներ են պետք չի խառնել այսինքն դրա համար բայց քրքրելու իմաստը չեմ հասկանում հիմա իշխանություններն էլ այսպես է կարող է պայմանավորվածություններ կան եթե այսպես ասեք չենք տա եթե եւ այլն ասես ճնշման ձև է չանային տանային դրա համար ես ողջունում եմ իրենց վերադեշպես որ ցավալի հարց է ամեսա ասեցի ԽՍՀՄ գերմանացիներին չէր տալիս ուղղակի չէր տալիս քանի ֆելդմարշալ մահացան զնդաններում սովետական մարդիկ պատմությունը որ դեղյակ չեն բան են լինում հիմա այստեղ մի բան կա դրա համար մենք երևի ինչ ասեմ հազարավոր տարիների ժողովուրդ ենք բայց մեր ականջին օղ չենք արել պետականությունը մենք պիտի վերցնենք որ արվեստի բարձրագույն ձևն է հզորության ամենաբարձր ձևն է եւ մենք մեր պետությունը պիտի կատարյալ դարձնենք որ գերի չընկնենք այսքան բան եթե չէ այդպես է լինում էլի եթե հիշում եք պատերազմի օրերը ինչ վիճակ էր հիմա ինչ խոսեմ օրինակ ես դժվարանում եմ խոսել ես ուղղակի ինձ համար հայո ինչպես են բերել փառք բերողներին ովքեր որ բերել են բարձ է որ անվտանգության կառույցներն են աշխատել առաջի դեմքերն են խնդրել
գուցե մի քանի անգամ, ու մենք դրանք չգիտենք եւ նայած գուցե եւ ինչ-որ փոքր բաների համար զիջումների են գնացել, որովհետեւ ասեցի ինչ է, այսպես դրա համար ժողովուրդները աշխատում են չպարտվել պատերազմներում եւ հաղթել պատերազմներ, որից հետո հարցը ուրիշ տեսք է ստանում, այս կամար բայց պիտի փորձենք չշահարկենք, սա այն հարցը չի ելի թող մինչև ընտրություններ են մնացած մեր տղաներին էլ բերեն, թող ասեն, որ ընտրությունների համար են բերել, ինչ Եվ որքանով է բարոյական այս գործարքը, անբարոյական գործարք անվանվել է։ Այստեղ իսկ ինչքանով է բարոյական 20 թվականի պարտությունից հետո երկիրը անընդհատ ցանկացած պարագայով ցնցումների եւ անգարնչության մեջ պահելը։ Դուք այս բաները ռևանշիզմի ուրեմն այդ գործողությունները, որ մինչև այսը մեկը հաշվել է իրենց տված տնտեսական վնասի չափը ցույցեր, գործատուներ, չաշխատել, հոգեբանական վիճակ եւ այդ գումարները հաշվել են, ովքեր որ քննադատում են դա։ Բարձ է, չէ՞։ Լևի ուժը պատեց կհաղթագույ։ Եվ հիմա էլ փաստորեն Վլադիմիր Սալավյովի այդ տեքստից հետո, երբ որ նա հայտարարեց, որ հատուկ ռազմական գործողությամբ հնարավոր է Հայաստան մտնել եւ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, նույն այն ազնվորությունը խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է, ով հայտարարեց, որ Սալավյովի ճիշտ չէր, բայց այն ինչ որ ասում էր, դա շատ օբյեկտիվ էր, այսինքն սա ինչն է օբյեկտիվ, իր համար ճշմարտություն կա, նրանք ասում են, որ պետք է մեզանից, եթե ձեռ եք քաշում, իմանանք, որ ձեռ եք քաշել, մի խոսքով իրենք գնում են, ձեռ են քաշում, Ռուսաստանը, եղբայրս հարց եմ տալիս, Ռուսաստանը անգում ապրելու իրավունք ունի, թե չէ։ Բայց ասում են, եթե անգում է ապրում, այսպես ասել, երկրորդ մասը, Հայաստանի Հանրապետությունը պարզ է, որ այս բալանսի քաղաքականության արդյունքով որոշակի արդյունքների հասել է, տեսանել է, չի տեսանել է, մանավանդ ամերիկյան այդ տնտեսական, տեխնոլոգիական այդ հաջողությունները, բայց այստեղ խնդիրը այնտեղ չի, եւ ես ընդհանրապես խուսափում եմ, որ մեկին մեկնաբանեմ, իրենց համար դուրս են տալիս էլի շատ անգամ։ Հիմա տեսեք ինչ կա։ Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքը Սալավյովները կառավարում են։ Ամեն մի բան խոսում են, կառավարում են հենց դիտավորյալ եւ դա կապված են բանի հետ, որ եկեղեցու ուրեմն այդ ինչ ասեմ են նախաձեռնությունը, որ վերադառնա Վեհարանը մաքրվի եւ այլն, տեսեք կարծես 50 առաջացել, ոչ են կողմի հաջողությունը, ոչ են կիսվել է Սալավյովները այս բարագայով օգնության են հասնում մեր քաղաքական վիճակը սրելով։ Հիշեցեք շարժման տարիները, ինչ էր լինում, ուրեմն մի պրավդա թերթ ժամը 6-ին հոդված էր գրում հակահայ, ամբողջ Հայաստանի արդյունաբերությունը Ղարաբաղ կոմիտեի կոչով կանգնում էր, օգուտ ինչ էր մեր տնտեսությունն էր կանգնում, հենց որ մի քիչ ժողովուրդ հանգստանում էր, մի հատ հոդված իզվեստյան էր գրում, սա կոչվում է կոնֆլիկտի կառավարում, կոնֆլիկտաբանության մեջ, բայց լավն է, որ Սալավյովը այս անգամ լավ պատասխաններ ստացավ։ Իրենց կողմից չէ, մեր դաշմանդակ իրենք նահանջեցին, իրենք չէ։ Հիմա ինչն է, այստեղ պատասխանը, որտեղ մեր կարծես թե կազմակերպված կամ ինքնաբուխ, բայց կազմակերպված այդ իմաստով օպերատիվ պատասխան եղավ, սա նշանակում է հայ ժողովրդի հսկայական զանգվածը իր շահերը հասկանում է եւ պատրաստ է իր պետությունն ու իր ժողովրդին պաշտպանելու։ Այնպես որ իսկ Սալավյովին, որ ասում են այդ պրովոկանտիստ, ես գրել եմ եւ դեմ եմ նման արտահայտությանը, որտեղ նա ստեղծության մի ուրիշ Զախարովա է, այսինքն պետության խոսափողերից մեկն է, այսինքն պետական տրամադրություն իշկանել Զախարովան հերքեց, որ այդպես չի, հենց եթե լրագրողի ուղակի դա ինտան մի լրագրող չի, նա ամբողջ Գեբելսն է երկրորդ մասշտաբով, ինչպես որ գերմանացիների մոտ էր, պրոցեսները կառավարում եւ պետք չի որ օտար ափերում ծնված տերմիններ տեղափոխել Հայաստան, դա ազդեցության գործիք է, ազդեցության գործիք մեր վրա, դա Սալավյովն է, այնպես որ բայց լավ է որ սրանց դեմքերը պարզվում են
շարներ գցեցին իր վրա, էլ հաջորդի սիրելի բարեկամ։ Ընդդիմությանն էլ է այս ռևանշիստներին էլ է, եթե այս օգնում են, ռևանշիստներին օգնում են, Սալավյովն է օգնում, Մարիա Զախարովան է օգնում, եւ ինչու որպես Հայաստանը տևականորեն մնա անգայուն վիճակում, որտեւ փաստն ապացուցեց իմ թեզիսի բացարձակ ճշմարտացությունը, շուրջ չէ 10 տարի ու կես է, որ կարծես թե ավելի կայուն է երկրի վիճակը եւ երկրի կյանքի մեջ ահագին փոփոխություններ կան, նաեւ մարդկանց հոգեբանության մեջ կան, ուրեմն պետությունների համար կյանքի ու մահվան հարց է կայուն վիճակը, իրենք այդ անկայունությունը պայթեցնում են այդ կայունությունը, բայց դե այս անգամ կարծես թե չի ստացվում, որտեղ հաջորդը դե այսքան տառապանքից հետո սկսում է ճանաչել իր բարեկամներին կամ ոչ բարեկամներին, եւ